Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ։ Փաստինֆոյի թերում շարունակում ենք հետևել միջազգային իրադրությանը։ Միացյալ Նահանգների ազգային անվտանգության նոր ռազմավարությունն է հրապարակվել, որը ոչ միայն մի շարք հարցերի պատասխաններ է տալիս, այլև նոր հարցեր է առաջացնում, հատկապես Եվրոպական միության անդամ պետությունների մոտ։ Մասնավորապես ռազմավարությունում հստակ նշված է, որ ՆԱՏՕ-ի ընդլայնվելն արևելք այլևս ըստ էության չի լինելու։ Բացի այդ, Եվրասիայում հարցերը, ինչպես նշված է ռազմավարությունում, առանց Ռուսաստանի մասնակցության չեն լուծվելու։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում նաև Եվրոպական միության անդամ պետությունների ղեկավարներին, հատկապես ԵՄ ղեկավար կազմին, նշելով, որ նրանք խաթարում են ժողովրդավարությունը։ Չինաստանը այլևս սպառնալիք չէ Միացյալ Նահանգների համար, նշվում է, որ առևտուրը պետք է արվի, բայց ռազմական նշանակության ապրանքները պետք է բացառվեն։ Հետաքրքիր ռազմավարություն է։ Ակնհայտ է, որ այն մինչև Տրամպի ժամկետի ավարտը լինելու է գործածության մեջ, հետևաբար մեզ շատ հետաքրքիր իրադարձություններ են սպասվում։ Խոսվում է ուկրաինական ճգնաժամի մասին, կարևորելով նրա արագ կարգավորումը։ Ըստ էության վերջին շրջանում Տրամպը շատ է խոսում ուկրաինական ճգնաժամի մասին, բայց ըստ էության ամեն անգամ խոսելուց ակնհայտ է դառնում, որ Զելենսկին է մեղավոր, որ մինչև այս պահը որևէ պայմանագիր եւ փաստաթուղթ չի ստորագրվել։ Տրամպը վերջերս հայտարարեց դիցուք 3, որ Զելենսկին զարմանալի է, բայց մինչ այս պահ չի ծանոթացել Տրամպի առաջարկների հետ, այսինքն ստացվում է, որ կամ դրանք չեն հետաքրքրում Զելենսկուն եւ նա մտադիր է շարունակել պատերազմը, կամ Զելենսկուն թույլ չեն տալիս ծանոթանալ այդ կետերի հետ։ Իսկ ով կարող է թույլ չտալ Զելենսկուն ծանոթանալ այդ կետերի հետ։ Բնականաբար Եվրոպական միության անդամ պետությունների ղեկավարները, քանզի եթե Զելենսկին ծանոթանա այդ կետերի հետ, մեծ հավանականությամբ կարող է նաև դրանց որոշների շուրջ ընդհանուր համաձայնություն տալ բանակցություններ սկսելու համար, իսկ սա արդեն եվրոպական բարձրաստիճան ղեկավարության պլանների մեջ չի մտնում։ Վերջերս Միացյալ Նահանգներ Եվրոպական միություն հարաբերությունները աստիճանաբար սկսում են սառել, եւ սա ունի իր պատճառները։ Վերջին շրջանում հատկապես Եվրոպական միություն եւ Իլոն Մասկ հարաբերություններն են որոշակի անկում նկատում։ Իլոն Մասկին տուգանել են 140 միլիոն դոլար X միկրոբլոգում որակումներ տալու համար։ Սա առաջ է բերել Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռուբիոյի զարույթը, եւ նա կոչ արել Եվրոպական միության ղեկավարներին զգուշորեն գործել եւ թույլ չտալ, որպեսզի Միացյալ Նահանգներ Եվրոպական միություն հարաբերությունները խաթարվեն։ Սպասենք տեսնենք, թե իրադարձությունները ինչպես են զարգանալու, բայց այն, որ այս նոր ռազմավարությունը նոր հարցեր է եւ նոր պատասխաններ է բերում ողջ աշխարհի համար, կարծում եք ակնհայտ է եւ տա Աստված, որ այս նոր ռազմավարությունը հնարավորություն տա արագ կանգնեցնել պատերազմը Ուկրաինայում եւ պատերազմող կողմերին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ։ Երկրորդ թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, հարավարևելյան Ասիայի հետ է կապված։ Թայլանդի եւ Կամբոջայի միջև պատերազմը վերսկսվել է։ Եթե հիշում եք, Տրամպը լուր աշխարհի հայտարարում էր, թե նա կարողացել է կանգնեցնել այդ պատերազմը եւ կողմերը հաշտ ու երջանիկ են եւ այլևս ռազմական գործողություններ չեն սկսվելու, բայց նախորդին Թայլանդի եւ Կամբոջայի միջև ռազմական բախումները սկսվել են եւ լրատվամիջոցները հայտնում են առնվազն 1 զոհի մասին թայլանդական կողմից։ Իհարկե կողմերը մեղադրում են մեկը մյուսին, նշելով, որ իրենք տեղյակ չեն այդ հարձակումից եւ իրենք են հարձակման զոհ դարձել, բայց մի բան եւս ակնհայտ է, Տրամպի հայտարարությունը կարծում եք մի փոքր շտապողականություն էր։ Տրամպը ի վիճակի չէ խորամուխ լինել խնդիրների կարգավորմանը եւ դա ըստ էության իրեն հետաքրքիրել չէ։ Իրեն պետք է, որպեսզի ողջ աշխարհը իրեն համարի խաղաղարար եւ արժանանար Նոբելյան մրցանակի, բայց քանի որ Նոբելյան մրցանակի ինքը չարժանացավ, բնականաբար ինչ կլինի կոնֆլիկտի հետ, այս կոնֆլիկտի մասին է խոսքը եւ առհասարակ բոլոր կոնֆլիկտների հետ, այս բանը Տրամպին այլևս հետաքրքիր չէ, որովհետեւ ինչպես իրենք են ասում, այդ պատերազմը իրենցը չէ, խոսելով ուկրաինական պատերազմի մասին։ Մտավախություն կա, որ նման ճակատագրի կարող է արժանանալ նաև հայ-ադրբեջանական կոնֆլիկտը։ Հիշում ենք, օգոստոսի 8-ին Տրամպը նշեց, որ իրեն հաջողվել է 30-ամյա կոնֆլիկտը շատ արագ կարգավորել եւ արդեն իրար տեսնելիս երկրի ղեկավարները ջերմորեն բարևում են, որոշել են բարեկամություն անել եւ այլն։ Տա Աստված, որ խաղաղությունը շարունակվի, բայց տեսնելով, թե ինչպիսի թիթեռի կյանք են ունենում Տրամպի հայտարարած հաշտությունները եւ խաղաղությունները, մի փոքր մտավախություն ունենք սրա հետ կապված։
Բացի այդ, Տրամպի ուղու հետ կապված ազգային անվտանգության ռազմավարությունում էլ, երբ որ նշում է, որ Եվրասիայում հարցերը չեն կարողանալու լուծվել առանց Ռուսաստանի, կա վարկած, որ Տրամպի ուղում էլ ամեն դեպքում Ռուսաստանը մասնակցություն ունենալու է։ Մասնակցություն ունենալու է սրանով ըստ էության փառատելով տարածաշրջանի մի շարք պետությունների կասկածները Տրամպի ուղու հետ կապված։ Իսկ ինչ վերաբերում է Թայլանդ-Կամբոջա պատերազմին, ապա այն կարծես թե այս պահին շարունակվում է։ Կողմերը մտադիր են ռազմական գործողությունները շարունակել, մինչև վիճելի տարածքների շուրջ որևէ մեկը չհասնի գերիշխանության։ Իսկ վիճելի տարածքների հետ կապված Հարավ-Արևելյան Ասիայի մի շարք երկրներ ևս ունեն իրենց վարկածները, հետևաբար եթե կոնֆլիկտը այս պահին չկանգնեցվեց նույն Միացյալ Նահանգների կողմից, ապա կոնֆլիկտը գնալով ընդլայնվելու է, քանզի հակամարտող կողմերին զուգահեռաբար աջակցում են եւ Չինաստանը, եւ Ֆիլիպինները, եւ մյուս պետությունները, որոնք իրենց շահերն ունեն Հարավ-Արևելյան Ասիայում։ Ինչևէ, սպասենք տեսնենք, թե իրադարձություններն այստեղ ինչպես են զարգանալու։ Եվ վերջին թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, կապ ունի Հնդկաստան-Ռուսաստան հարաբերությունների հետ։ Կայացավ Ռուսաստանի նախագահի բարձրագույն մակարդակով պետական այցը դեպի Հնդկաստան, որտեղ օդանավակայանում նրան դիմավորեց անձամբ Հնդկաստանի վարչապետ Մոդին։ Արդեն ձեռք են բերվել մի շարք ստրատեգիական որոշումներ։ Նախ եւ առաջ Հնդկաստանը շարունակելու է ձեռք բերել ռուսական նավթը, ինչը ըստ էության նշանակում է, որ Տրամպի սպառնալիքները արդյունք չեն տալիս։ Բացի այդ, Ռուսաստանը պայմանավորվել է Հնդկաստանի հետ, Հնդկաստանում ստեղծել հարվածային անօդաչուների համատեղ արտադրություն։ Սա արդեն Հնդկաստանին է հետաքրքիր, քանզի պատմություն ցույց է տալիս, որ ժամանակակից պատերազմները դրանք ըստ էության, ինչպես ասում են, 5-րդ սերնդի պատերազմներ են եւ առանց հարվածայինների գործը գլուխ չի գա։ Հետեւաբար, տեսնելով հարվածայինների կիրառումը մարտադաշտում ուկրաինական ճակատում, Հնդկաստանը շահագրգռված է սեփական արտադրություն ստեղծել եւ ապահովագրել իրեն Պակիստանի հնարավոր սադրանքներից եւ հնարավոր ռազմական գործողություններից։ Իսկ որ այդ ռազմական գործողությունները կարող են ամեն պահի սկսել, ցույց է տալիս Թայլանդ-Կամբոջա պատերազմը։ Այսինքն այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվում, ամեն պահի կարող են խախտվել եւ պետությունները, եւ դա բնական է, քայլեր են ձեռնարկում սեփական անվտանգության մակարդակը բարձրացնելու համար։ Իսկ Հնդկաստան-Ռուսաստան հարաբերությունների մակարդակի բարձրացումը նշանակում է, որ Հարավային Ասիայում գնալով ուժեղանալու է այս երկու պետությունների ազդեցությունը։ Իհարկե, այստեղ կարևոր է, որ այդ հարաբերությունների զարգացման փուլում սրանք չառաջացնեն մյուս հզոր տերության տարածաշրջանի Չինաստանի զայրույթը կամ Չինաստանի խանդը, քանզի ականետ է, բոլորս գիտենք այդ մասին, Չինաստան-Հնդկաստան բարդ հարաբերությունների մասին։ Ինչևէ, սպասենք տեսնենք, թե իրադարձություններն այստեղ ինչպես են զարգանում։ Այսօր այսքանն է, շնորհակալություն, կհանդիպենք եթերում։